Բարի օր ժողովուրդ ջան, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր ձեզ հրամցնելու եմ լինգվինի տեսակի պաստա, սիրելի ժողովուրդ, ծովախեցգետին, ուրց սիրելիներս, աղը ինչպես միշտ սեր պղպեղով, բրաս, լոլիկ, փոքր լոլիկները մեջտեղից բաժանած սիրելիներս եւ բուսայուղը սովորական բուսայուղ եւ բուսայուղը սխտորով պատրաստած հատուկ պաստաների համար ես եմ պատրաստում սիրելիներս հիմա անցնենք գործի ձեզ ցուցադրեմ իմ այսօրվա ուտեստը լցնում եմ բուսայուղը վերցնում եմ ծովախեցգետինը սիրելիներս դնում եմ տաք տապակի մեջ սկզբից տաքացնում եմ Դուք կվերցնեք քանակը ինչքան որ կուզեք, սիրելի ժողովուրդ։ Ես վերցնում եմ այս չափի։ Դուք կվերցնեք ձեր ուզած չափով։ Սիրելիներս, ասեմ ձեզ, ես ինչ որ անում եմ, ինչ որ պատրաստում եմ, սա օրինակ է։ Դուք կարող եք այս նույնը 2 անգամ ավելանել, 3 անգամ ավելանել, բոլոր պարագաները դուք կարող եք ավելով վերցնել, բայց ես սա ցուցադրում եմ ուղղակի։ Սիրելի հետևորդներ ջան, չմոռանամ ձեզ ասեմ, այս չափի սպիտակ գինի եմ վերցնելու այս պաստայի համար, այս ուտեստի համար։ Վերցնում եմ մի քիչ այսպես, երկու այսպիսի պտղունց։ Վերցնում եմ 4 ուրց։ Հետո էլի ցուցադրեմ, եթե էլի վերցնեմ։ Ուրցը վերցրեցի, հիմա վերցնում եմ մի պտղունց աղ, այսպես մեր խեցգետինների համար, այսպես։ Ես փոքր պտղունց եմ վերցնում, բայց 2 անգամ եմ էլի լցնում, բայց ընդհանուրը մի պտղունց է։ Թանկության վրա է, դուք կարող եք համտեսել, պատրաստելուց հետո էլի աղ ավելացնել։ Հիմա պետք է լցնեմ սպիտակ գինին, սիրելի ժողովուրդ, ասեմ, որ իմանաք ցանկության վրա է գինին։ Դուք կուզեք շատ կվերցնեք, չեք կուզի ընդհանրապես չեք վերցնի։ Սա ցանկության վրա է սիրելիները։ Բրազը լցրեցի, սիրելիներս, արդեն խեցգետինը, բրազը և ուրցը սատվեցի տագինի հետ, սիրելիներս։ Հիմա պետք է արդեն լցնեմ մի քիչ բուսական յուղը սխտորով, այսպես։ Սա հիմա սկզբի համար։ Պետք է թողնենք սիրելի հետևորդներ, բրազը մի քիչ տապակվի, համտա մեր խեցգետիններին ու հիմա պետք է լցնենք արդեն մեր եփած պատրաստի վիճակում պաստան, լինգվինի տեսակի, նորից եմ կրկնում։ Հիմա լցնում ենք նորից մի քիչ ուրց պաստայի համար։ Շատ չնչին, լցնում ենք սխտորայուղ, և մի քիչ աղ։ Հիմա լցրեցի մեր փոքրիկ լոլիկները, բաժանալ սիրելիներս։ Լոլիկները թողնում եմ, որ քիչ տապակվի։ Շատ չնչին կտապակվի ու կհանեմ շուտ։ Անելու եմ մի քիչ սեր պղպեղ, թարմը։ Ցանկության վրա է սիրելի հետևորդներ պղպեղը։ Ինչքան որ կցանկանաք, չեք ցանկանա, չեք անի։ Մեր պաստան արդեն պատրաստ է, սիրելի հետևորդներ, այսքանը։ Շատ շուտ պատրաստվող, բայց շատ համեղ պաստա է և շատ որակյալ, առողջարար ամեն ինչը տեղը տեղ է սիրելիներս։ Լցնեմ ափսեի մեջ սիրելիներս,
Հետո կձևավորեմ ու ձեզ կցուցադրեմ ինչպես եմ սա դրամցնում մեր հաճախորդներին, սիրելի հետևորդներ ջան։ Երևի որ Աստված ցանկանա մեկ անգամ էլ դուք երևի լինեիք կամ ես լինեմ Հայաստանում, այսպես պատրաստեմ, սիրելի հետևորդներ, եւ մենք բոլորով օգտվենք։ Սիրելիներս, սա մեր պաստայի վերջնական տեսքը։ Ախորժելի է, չէ, սիրելի հետևորդներ։ Ճիշտ եմ ասում, չէ։ Հիմա տեսեք, ես պետք է փորձեմ ձեզ համար։ Սա պաստան է, ես պաստան մի քիչ կվերցնեմ, շատ չնչի։ Այսպես, պետք չի որ շատ վերցնեմ, որովհետև շատ տաք է, զգացվում է, չէ, բուղը հելնում է, հələ տաք բուղը։ Այսպիսին է, այսօրվա մեր պաստան, սիրելիներս, չափ ու սահման չկա, համեղություն, բերանիդ մեջ հալվում է սիրելի հետևորդներ, անպայման փորձեք եւ գրեք կոմենտներում տեսնեմ արդյոք այսպիսի լավ ստացվել է ձեր մոտ թե ոչ այսպիսի համունի թե չէ սիրելի հետևորդներ բոլոր համերը մեկ-մեկ զգում եք աղացած սև պղպեղը գինին սպիտակ գինին լոլիկը ամեն ինչը համերը մեկ-մեկ տվել է պաստային սիրելի հետևորդներ ջան ինչ ասեմ